Հոր և որդվո և որդվի սրբո ամեն։ Փորձեցեք զանձինս ձեր, եթե կայցեք ի նույն հավատս, քննեցեք զանձինս։ Փորձեցեք ինքներդ ձեզ, արդյոք նույն հավատքի մեջ քննեք ինքներդ ձեզ։ Ասում է Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված երկրորդ նամակում։ Այսօրվա ավետարանական ընթերցվածի մեջ հերթական մի դրվագ էր, որ դպիրները, փարիսեցիները, քահանաները մի ուխտի փորձում էին Քրիստոսին։ Իրական ընթաց գնում էին Քրիստոսի ետևից և տարբեր տեսակի հարցերով փորձում էին։ Ոչ թե այնպես ինչպես Պողոս առաքյալն է ասում, որ ինքներդ ձեզ փորձեք, ինքներդ ձեր անձերը քննեք արդյոք մի հավատքի մեջ, այլ նրանք փոխանակ իրենց անձերը քննելու քննում էին Տիրոջ, փորձում էին Տիրոջ։ Եվ բնականաբար ամեն անգամ նրանք Տիրոջից ստանում էին սարսափելի, իրենց համար սարսափելի դատապարտող պատասխաններ։ Եվ այս անգամ երբ նրանք փորձեցին Տիրոջը, թե ինչ իշխանությամբ ես դու անում այդ ամենը։ Հետաքրքիր է, որ իրանք տեսնում էին, որ Տերը իսկապես մեծամեծ գործեր է գործում, հրաշքներ, նրա խոսքը, ոչ ոք Իսրայելում այդպես չէր խոսացել։ Նրա խոսքը մարդիկ լսում էին, ասում էին «Արև, սա Աստծո որդին է», այս խոսքերը գերունային խոսքեր են, մարդուց չի կարող այսպիսի խոսք լինել։ Բայց նրանք այդ ամենը տեսնելով առավել ևս չարանում էին և փորձում էին Տիրոջ։ Այս անգամ նրանք եկան և ասացին ինչ իշխանությամբ ես դու այդ ամենը անում, կասկածի տակ դնելով, որ միգուցե Տերը աստվածային իշխանությամբ չի անում, այլ իշխանությամբ է անում։ Որի համար մի անգամ Տերը ասեց, որ ամեն մի մեղք կներվի, բացի Սուրբ Հոգու հայրությունից, այդ մեղքը չի լինի։ Եվ այն ինչ որ փարիսեցիները և դպիրները անում էին, հիրավի հայրություն էր Սուրբ Հոգու։ Այդ մեծամեծ գործերը անհնար էր արած աստվածային զորության կատարել։ Նրանք տեսնելով դա փորձում էին ասել, այո, իհարկե սրանք մեծամեծ գործեր են, բայց Աստծով չեն այլ գործերից։ Եվ Տերը շատ հետաքրքիր պատասխան այս անգամ նրանց տվեց, ասելով, Հովանու, ես ձեզ մի հարց կտամ, պատասխանեք այդ հարցին, և հետո ես քեզ ասեմ, թե ինչ զորությամբ եմ ես կատարում այս գործերը։ Հովանու մկրտությունը Տերը ասաց նրանց, Աստծուց էր, թե մարդկանցից։ Եվ նրանք սկսեցին իրար մեջ գործածել, վախեցան այդ հարցումին պատասխանել, որովհետև եթե ասեին Աստծուց է, ապա Տերը ասեց, ինչ նրանք չունեցիք և չհավատացիք, իսկ եթե ասեին, որ մարդկանցից է, մարդկանցից էին վախենում, որտեղ բոլորը Հովհաննես Մկրտչին ընդունում էին որպես մեծագույն։ Եվ ասացի, որ չենք կարող պատասխանել հարցին, այսինքն եթե այդ հարցին ճշմարտապես պատասխանեին, պիտի ասեին, որ Հովհաննես Մկրտիչը Աստծուց է ու արգված, հասցեն պիտի ասեն, որտեղից է եկել ու ինչի համար է եկել։ Բայց այդ նույն հարցը նրանք Տիրոջն էին տալիս և այդ նույն պատասխանը պիտի Տիրոջից լսեին, որ այն ամենին ինչ որ ինքը անում է, Աստծո զորությամբ է անում։ Եվ ասացի, որ չենք կարող պատասխանել։ Տերն նրանց ասաց, որ եթե չեք կարող այդ հարցին պատասխանել, ես էլ ձեզ չեմ պատասխանի, թե ինչ զորությամբ է գործում։ Հիշում եք Տիրոջ 3 փորձությունները հրամատում։ Երկրորդ փորձության ժամանակ Սատանան նրան ասում է, եթե Աստծո որդի ես, այս աշտարակից քեզ ցածն է, գրված է, որ հրեշտակները իրենց թևերի վրա քեզ կպահեն։ Եվ Տերը ինչ ասաց, մի փորձիր քո Տեր Աստծուն։
Սա շատ կարևոր բան է, սիրելիներ, որ մենք երբևիցե Աստծուն չփորձենք։ Սա եթե ուզում եք իմանալ հավատքի հիմքն, եւ այս հենց սա է Պողոս առաքյալը բացահայտում։ Ասում է ինքներդ ձեզ փորձեք եւ ոչ թե Աստծուն։ Փորձեք ինքներդ ձեզ։ Արդյոք նույն հավատքի մեջ քննեք ինքներդ ձեզ։ Այնուհետև ավելացնում չգիտեք, որ Հիսուս Քրիստոս ձեր մեջ այլապես անպիտան կլինեք։ Այսինքն, եթե ճշմարտապես ինքներս ձեզ քննենք, ճշմարտապես, եթե նույն ճշմարիտ առաքելական ուղղափառ հավատքի մեջ եւ ոչ թե հավատքի ինչ-որ արտաքին երևույթների մեջ, այլ ըստ էության հավատքի մեջ, ապա այդ հավատքի էությունը հենց ինքը Հիսուս Քրիստոսն է։ Նրա ներկայությունն է մեր մեջ, ասում է, եթե ճշմարտապես ինքներդ ձեզ քննեք եւ ճշմարիտ հավատքի մեջ կտեսնեք Աստծուն ձեր մեջ։ Առանց նրա դուք անպիտան եք, այսինքն հավատքի էությունը Աստծո ներկայությունն, ոչ թե այսպես ընդհանուր Աստծո ներկայությունն, Աստծո անձնական ներկայությունն է մեր սիրելի հորացել։ Բայց սկսենք վերլուծել ինչ է ասում Պողոս առաքյալը, ասում է փորձեք եւ քննեք ձեզ, այսինքն ըստ էության քրիստոնեական կյանքը ինքնակնության ճանապարհ։ Եթե մարդը ինքն իրեն քննել չգիտի, ինքը դեռ նույնիսկ այգուվել չի սովորել հավատքի։ Մարդը պիտի փորձի, մարդը պիտի քննի, մարդը պիտի կասկածի իր վրա։ Մի բանում հաստատ ինքը պիտի վստահ լինի Աստծո ներկայության։ Աստծուն չպիտի կասկածի, Աստծուն չպիտի քննի, Աստծուն չպիտի փորձի եւ նրա օրհնաբեր եւ անձնական ներկայության վրա պիտի վստահ լինի, որ Աստված կա մեր կյանքում։ Սա ոչ թե ինչ-որ տեսական հավատք է, ինչ-որ, չգիտեմ, առաքինության պարզապես գործեր են, Աստված է մեր կյանքում։ Ինչպես է Պողոս առաքյալը ասում է, ես չեմ արդեն, ես չեմ, այլ Քրիստոսի մեջ։ Սա է հավատքի էությունը, որ մենք արդեն Աստծո ենք։ Իհարկե, սրան պետք է հասնել անընդհատ զգուշորեն ինքներս մեզ քննելով։ Մենք գիտենք, որ մեր մեղքերի համար ինքներս պիտի քննենք մեզ, պիտի ապաշխարենք, գիտենք, որ սա շատ կարևոր է, որ մենք ներքնապես ուշադիր լինենք, սթափ լինենք, զգոն լինենք, չարի փորձություններ կան, պիտի ուշադիր լինենք, որպեսզի պաշտպանված լինենք, պիտի աղոթենք եւ այլն, բայց Պողոս առաքյալը շատ հստակ ասում է, քննեք ինքներդ ձեզ, թե արդյոք նույն հավատքի մեջ։ Ինչ է նշանակում նույն հավատքը։ Սա նախ եւ առաջ նշանակում է, որ չկան հավատքներ, այսպես տարբեր տեսակի, կան մեկ ճշմարիտ հավատք, մեկ ճշմարիտ եւ ըստ էության հավատք։ Իհարկե ամեն մարդ այդ հավատքի մեջ ունի իր ճանապարհը, ըստ Աստծո օրհնության, իր յուրահատուկ ջերմությունը, իր իրականացման պտուղները, ամեն մարդի հավատքի իր պտուղները կարող ունեն, բայց հավատքը ոչ թե այսպես անձից տարբերվող մի բան է, այլ ըստ էության նույնն է, ինքը Քրիստոսակենտրոն է, այդ հավատքի կենտրոնում կանգնած է Քրիստոս։ Որովհետև ամեն մարդ իր ձևով այդպիսի բան չկա Քրիստոսի մեջ։ Բոլորս նույն հավատքի մեջ ենք, նույն ճշմարիտ առաքելական հավատքի մեջ ենք։ Այդ դավանությունը մենք ամեն անգամ որ կարդում ենք, նիգյո հանգամանք։ Այդ հանգամանքի մեջ արձանագրված է մեր ուղղափառ առաքելական հավատքի հիմնական դրույթները։ Ինչին ենք մենք հավատում։ Այդ հանգամանքը խտացրած կերպով ներկայացնում է ամբողջ Աստվածաշունչը, որպեսզի մարդիկ յուրովի չհավատան եւ յուրովի չմեկնաբանեն։ Այդ հանգանակը ստանալու համար 318 հայրապետներ հավաքվել էին 325 թվականին
Նիկիայում, որպեսզի լրջագույն աստվածաբանական հարցեր քննի, ամբողջ եկեղեցին այսպես տակնվրավիճակում էր, Արիոսի ավանդի պատճառով, և նրանք անգամ կայսրական պալատն էին գրավել, կայսրական պալատականները գրեթե բոլորը այդ ավանդի մեջ էին, ներքաշել էին նաև Կոստանդիանոս կայսեր, բայց ասում են հետո, որ նա դուրս եկավ դրանից շատ մեծ ազդեցություն ընդհանրապես կայսրական քաղաքականություններով։ Եվ ահա 318 հայրապետները հավաքվում են Նիկիայում, որպեսզի եզրագծեն, սահմանեն, ասեն, թե ինչն է ուղղափառ հավատքը, որտեղ ամեն մեկը կարդում էր Սուրբ Գիրքը իր ձևով է մեկնաբանում։ Հիմա ես վստահ եմ, որ շատերը մեզանում են, իրենք իրենց ձևով են մեկնաբանում։ Եթե մենք մարդկանց հարցնենք ինչու՞մն է ձեր հավատքը, մարդիկ սկսում են շատ հաճախ տարբեր բաներ ասել, որտեղ կանոնավոր նորմալ հավատքի ուսուցում մենք չենք ստացել ժողովուրդ, չենք ստացել։ Ու մեզ թվում է, որ ամեն մեկս եթե վերցնենք Սուրբ Գիրքը կարդացինք, արդեն հասկացանք։ Շատ դժվար է հասկանալ իսկապես Սուրբ Գիրքը ըստ էության հասկանալ։ Ես կասեի ավելի հոգով հասկանալ, թե ինչ է գրված, որովհետև այդտեղ հոգեշունչ խոսքեր, եթե այդ հոգին չունենք, մենք էությունը չենք տեսնում այդ խոսքերը։ Որովհետև դրա համար եկեղեցու հայրերը հավաքվեցին, որպեսզի եզրագծեն, ասեն, թե որն է ուղղափառ հավատքը։ Եվ տվեցին այդպիսի մի սքանչելի հանգամանք, եւ պատմությունն է շատ գեղեցիկ։ Այդ Նիկիո հանգանակին ներկա էր բնականաբար Ալեքսանդրիայի շատ հայտնի մեծ Սուրբ Ալեքսանդր հայրապետը իր աշակերտի հետ, Սարգսակի հետ, որի անունն էր Աթանաս։ Եվ երբ որ 318 հայրապետները իրար հետ հավաքված փորձում են տալ ձևակերպումը ուղղափառ հավատքի, քննում են դեռ որոշակցության չեն կարողանում գալ։ Սարգսակը իրավունք չուներ ժողովին ներկա լիներ, նա իր խցում աղոթում էր։ Եվ Սուրբ Հոգին հայտնվում է Աթանաս Սարգսակին եւ նրան թելադրում է այդ նիկիական հանգանակի տեքստը, Սուրբ Հոգով բացառիկ Սուրբ Հոգով թելադրված տեքստ։ Սարգսակը գրի այն ինչ թելադրում է իրեն Սուրբ Հոգին։ Թղթի վրա գրում է եւ մոտենում է ժողովին Ալեքսանդր հայրապետին, այս թղթը տալիս է, որ Ալեքսանդր հայրապետը կարդա։ Նա կարդում է այս թղթը եւ ապշում է տեսնում բացառիկ Սուրբ Հոգով գրված թղթը, սա մարդու ստեղծագործություն լիներ չի կարող։ Եվ այնուհետև բարձրաձայն կարդում եւ 318 այդ մեծ հայրապետները ընդունում են սա որպես բացառիկ եկեղեցու պատմության մեջ, մարդկության մեջ բացառիկ հայտնություն է։ Եվ Աստված կամեցավ, տեսնում եք, խոնարհության միջոցով, Սարգսակի միջոցով փոխանցել սա։ Ոչ թե հայրապետներից մեկին հայտնվեց, Սարգսակի միջոցով սա էլ մեծ ուսուցում ունի, ինչպես է Աստված իր այս մեծագույն հայտնությունները տալիս մեզ։ Եվ այնուհետև Աթանասը դարձավ ուղղափառության մեծագույն պաշտպանը, հետագայում նա դարձավ Ալեքսանդրիայի հայրապետ։ Բազմիցս նրան գահակեցել, մոտ 5 անգամ աքսորել, քանիցս փորձել են մարդասպաններ են ուղարկել նրա սպանը, բայց Աստված հրաշքում նրան մահել։ Եվ շատերը իրավամբ կարծում էին, որ եթե չլիներ Աթանաս մեծը, միգուցե այդ ուղղափառ հավատքը կորչեր։ Այսինքն այդ մի մարդուց այդ ուղղափառության այդ բացառիկ պաշտոնից է կախված եղել մարդկության հետագա ճակատագիրը։ Պատկերացրեք, այն ինչով է մեզ հասել այս ուղղափառությունը։ Դրա համար մենք սա պարզապես տեքստ չի, որ մենք կարդում։ Սա բացառիկ աստվածային ստեղծագործություն է, բացառիկ աստվածային պատգամ է, բայց մենք կարդում պիտի խորամուխ լինենք դրա էության մեջ։ Այս հանգանակի ամենակարևոր բառերից մեկը համագործությունն է կամ էակից բառը, որ որդի էակից է, որ հունարեն տեքստում համարգող բառն է,
հոմուսիաբար, որ որդին համագու է հոր և սուրբ որդին համագու է հոր։ Այսինքն նրանք ունեն նույն բնությունները, նրանք նույն աստվածությունը։ Սա ամենակարևոր բանն էր, որով նրանք ֆիքսեցին որդու և հետագայում արդեն հաջորդ եզերաշողովի ժամանակ արդեն սուրբ որդու համագործությունը հոր է։ Հիմա սա պատմում եմ ձեզ, այս պատմությունը, այս գեղեցիկ պատմությունը, որպեսզի հասկանանք, որ եթե մենք ուզում ենք նույն հավատքի մեջ լինել, ինչ որ Պողոս Առաքյալն է մեզ ուսուցանում, մենք այդ հավատքի վրա աշխատելու խնդիր ունենք։ Աշխատանք պիտի թափենք այդ հավատքի դեպից, դեպի ոգևորություն կոչեք, որ ես հավատացի եմ կոչեք։ Աշխատանք է պետք, ուսուցում է պետք, մենք պետք է սովորենք այդ հավատքի այբուբերները, նախադասությունները, պիտի ուսումնասիրենք ինչ է այդտեղ գրված, որպեսզի երբ մեզ հարցնեն ինչու՞ն է ձեր հավատքը, մենք կարողանանք մարդավարի, որպես հայ քրիստոնյա ներկայացնել, թե ինչու՞ն է հավատքը։ Եվ նույնիսկ կարողացած հարցնել ինչով եք դուք տարբերվում, օրինակ կաթոլիկներից կամ օրթոդոքսներից, ունենք տարբերություններ, այո, կարող եք նորմալ բացատրել, դժվար թե կարող։ Շատերը նույնիսկ չեն մտածել սրա մասին։ Չի կարելի ընդհանրապես ասել ամեն ինչ նույնն է, ճիշտ է շատ բաներ նույնն են, բայց էական խնդիրներ կան եւ մենք պետք է հասկանանք սիրին։ Ոչ թե ճշմարտությամբ սիրով, բայց պետք է հասկանանք, որ այդ տարբերությունները կան։ Մենք մեզ կոչում ենք առաքելական եկեղեցի, թեպետ մենք եկեղեցու անվանման մեջ կա եւ ուղղափառ բառը եւ ընդհանրական բառը, եկեղեցուսն 3 տարեվերջին հատկանիշներ ունեն. ուղղափառություն, առաքելականություն եւ ընդհանրականություն։ Մենք հավատում ենք միայն մեկ ուղղափառ, առաքելական եւ ընդհանրական եկեղեցու։ Բայց մենք մեր մասին երբ խոսում ենք հայերս, ներկայացնում ենք մեզ, մենք մեզ առաքելական ենք ասում ենք, որ մենք հայ առաքելական եկեղեցի։ Մենք մի բառ շեշտադրում ենք։ Իհարկե ամենակարճ տարբերակը, որ մենք ասենք մենք հայ եկեղեցի ենք կամ Հայաստանից եկեղեցի ենք, բայց առաքելական բառն օգտագործում, որովհետև արժանացել ենք նախ բացառիկ շնորհին, որ Հայաստան են եկել Քրիստոսի 12 առաքյալներից 2-ը, մենք առաքյալների կողմից հաստատված եկեղեցի եւ սա բացառիկ պարգև է, բացառիկ, ցավալի է, որ այդ առաքյալների գերեզմանները Հայաստանում չեն, այս պահին մեկը Պարսկաստանում է Սուրբ Թադեի վանքում եւ մյուսը Թուրքիայի տարածքում է Բարթոլոմեոս Առաքյալի գերեզմանը, վանք է ելել եւ այլ հատկացնելով նմանավորված է եւ ասում են պետք է իշկան։ Եվ ցավալի է, որ մենք այսպիսի վիճակում ենք, որ այդ երկու առաքյալները եկել են Հայաստան եւ այսօր մենք հենց Հայաստանում իրենց հպվելու հնարավորություն չունենք, բայց նրանց կողմից հաստատված առաքելական աթոռը Մայր աթոռ Սուրբ Էջմիածից իրավի սիրտն է մեր առաքելական։ Ուրեմն մեր ծագումնաբանությունը առաքելական։ Բայց բացի դրանից մենք իսկապես պահպանել ենք առաքելական հավատքի մի շատ ուղիղ կից։ Այսինքն մենք դարերով քրիստոնեությունը չենք խեղել, ձևափոխել, համապատասխանեցրել մեր քաղաքական խնդիրներին, կայսրական խաղերին, մենք չենք ունեցել այդպիսի հնարավորություն։ Անընդհատ մենք այսպես գոյաբանական պայքարի մեջ ենք եղել որպես ժողովուրդ, անընդհատ կանգնած ենք եղել նահատակության առաջ եւ շատ հաճախ նահատակվել ենք, անընդհատ լինել չլինելու հարց է եղել, անընդհատ հրաշքով Աստված մեզ պահպանել է, եւ մենք դրա շնորհիվ պահպանել ենք մի շատ յուրահատուկ անաղաղ առաքելական հավատքի գիծ։ Եվ դրա փիլիսոփայությունը շատ պարզ է։ Հավատքը այն է, ինչի համար հայը տվել է իր կյանքը։ Ոչ թե պարզապես փիլիսոփայությունն է գեղեցիկ ուսմունքի։
Ինչի համար հայ իրեն զոհաբերել։ Տիրոջը Տերը, որ իրեն զոհաբերեց մեզ համար, այդ Տիրոջը մենք պատասխանել ենք մեր ազգային զոհաբերության։ Եվ դրա համար մեր հավատքը ունի առաքելական ըմբռնում եւ առաքելական հոգի։ Եվ վերջապես այդ առաքելական բառը նաև նշանակում է, որ մենք ինչ-որ անիմաստ այսպես գոյություն չունենք այս աշխարհում, որ մենք ինչ-որ առաքելություն ունենք, առաքելական հավատք ունենք, ուրեմն ունենք առաքելություն մահության, պատմության մեջ։ Միգուցե շատ կարևոր մի առաքելություն, եւ մենք պիտի պատասխանենք, թե որն է այդ առաքելությունը, եւ հավատարիմ լինենք։ Ահա որ բանը, երբ մարդկանց համոզում են, որ իրենց գոյությունը անկարդակ է, ոչ մի առաքելություն, ոչ մի նպատակ չկա, թե ինձ այնպես մենք պարզապես գոյություն ունենք, տնտեսական հանգամանքներ, չգիտեմ, քաղաքական հանգամանքներ եւ այլն։ Մեր ժողովրդի պատմությունը, եթե մենք ուսումնասիրի, եթե անհավատ լինի հավատքի, որովհետև անհնարին է, որ է ժողովուրդը գոյատևեր, բայց Աստված պահել է բոլոր ահավիրքների միջով, եւ մենք պիտի հասկանանք ինչու է Աստված մեզ պահել, եւ ինչ պիտի անենք մեզանից յուրաքանչյուրը։ Եվ նախ եւ առաջ մեզանից յուրաքանչյուրը խնդիր ունի հասկանալու այդ որն է այդ ուղղափառ առաքելական հավատքը։ Եվ այն ինչը, որ ինքը անվանում է հավատք, համապատասխանում է այդ ուղղափառությանը։ Եվ տանով, եւ ոգով համապատասխանում է, թե ոչ։ Ուրեմն Պողոս առաքյալը ասում է, որ ուշադիր եղեք, քնեցեք ինքներդ ձեզ, փորձեք ինքներդ ձեզ, արդյոք նույն հավատքի մեջ։ Իհարկե մենք կարող ենք ճանաչել, ուսումնասիրել, բայց այդ հավատքի գործերը չունենան։ Նաև առաքյալը մեզ ուսուցանում է, ասում է, որ հավատքը առանց գործերի մեռած է։ Բայց այդ գործերն էլ կարող ենք մենք շատ ֆորմալ անել, աղոթքներ շատ ուղղակի կարող ենք աղոթքները կարդալ իրար հետևից, 10 անգամ կարդալ, կեսի չբավականացվի, 5 անգամ կարդալ, կեսի չգուշվի, եւ այլ աղոթքը չգիտես ինչ ենք վերածում, ընկածեք ձևերի հետևից, ոչ թե գնում ենք ըստ էության։ Այսինքն այդ գործերն էլ մենք կարող ենք ֆորմալ անել, բայց շատ անհոգի են, բաները, որոնք գալիս էին այդ դպիները, փարիսեցիները, որոնք գալիս էին Տիրոջը փորձելու, նրանք արտաճանաչ կերպով տառացին ինչ-որ գրված էր Սուրբ գրքում կատարում։ Սուրբ գրքին մոտենալուց առաջ 7 անգամ լվացին ձեռքերը։ Ինչ ասես տառացիորեն անում են, մենք չենք կարող նրանց հետ համամանվել մեր գործերով։ Բայց Քրիստոս եկավ նրանց ասեց, վայ ձեզ, դուք մենակ արտաքին ձևն եք պահպանում, հոգին եք կորցրել, իսկ կարևորը հոգին է, էությունն եք կորցրել հավատքի։ Ուրեմն բավական չի, որ մենք տեսականորեն ճանաչենք, թե ինչ է հավատքը, կարդանք, բավական չի նույնիսկ, որ մենք գործեր անենք, այդ հոգի այդ Տիրոջ կենդանի ներկայությունը պիտի մեր կյանքում ունենա եւ մեր անձնական հարաբերությունը։ Եթե սա տեղի չի ունեցել սիրելի հավատացիներ, ուրեմն նշանակում է մենք դեռ ճանապարհին ենք։ Մենք պիտի խնդրենք Աստծուն, ինչպես Նարեկացին է խնդրում։ Ասում են Տեր, պարգևներ չեմ ուզում քեզանից։ Պարգևներ չեմ ուզում, ես քեզ եմ ուզում։ Քեզ, ասում եմ, ոչ մի բանով իմ սիրտը այս աշխարհում չի ունանում։ Չեմ կարող ես գոհություն ապրել առանց քեզ։ Ուրեմն քրիստոնեական այդ նույն հավատքի հիմքում դրված է նույն ինքը Տեր Հիսուս Քրիստոս, որ այդ հավատքը կենդանի է դարձել։ Եթե կա այդ կենդանի գիտակցությունը Աստծո, նրա ներկայության այդ կենդանի ապրումը կա մեր մեջ, ապա միայն այդ դեպքում է նշանակում, որ մենք ըստ էության ոչ թե ձևականորեն, այլ ըստ էության նույն հավատքի մեջ ենք։ Այլապես Պողոս առաքյալը ասում է, անպիտան եք լինել, ոչ մի բանի համար պիտան չեք։ Ուրեմն Աստվածն է, որ մենք գանք այս հավատքի էական ըմբռնումը, որտեղ դա ինքը սիրելի մարդիկ։
Դրանից է ամեն ինչ բխում, ամեն ինչ ինքնում դրված է հավատքի ճիշտ ընկալում։ Քրիստոսակենտրոն, ես կասեմ, աստվածակենտրոն ընկալում, ոչ թե մարդկային ընկալում, Աստծո։ Եվ այդ արդեն այդ հավատքից սկսում են աճել, տարբեր, մեծամեծ առաքինություններ, նախ առաջ 3 աստվածային առաքինությունները, հավատքը, հույսը և սերը։ Չի կարող հավատք լինել առանց հույսի։ Հնարավոր չէ։ Եթե կա հավատք, ուրեմն կա սպասում, Աստծո փրկության սպասում, հարության սպասում, առանց սրա չի հույսն է դա ցույց տալիս։ Հավատքը հիմքն է, հույսը արդեն մտուղներ սիրելի հավատացյալ։ Եվ ամեն ինչի թափում պսակը սեր, բայց նորից ճշմարիտ սեր, ոչ թե եսակենտրոն սեր, այդ իրական սեր, զոհաբերական սեր։ Ասում է սիրիր քո եղբորդ ինչպես քո անձը, չի ասում պարզապես սիրիր։ Սիրիր նրան ինչպես քո անձ, այսինքն ինչ կանեիր քո անձի համար, ինչ զոհաբերությունների կգնայր, այդպես պիտի սիրես, ուրիշ ձև չկա։ Մենք չենք կարող ասել հավատում ենք, բայց չներենք մարդկանց։ Մեր աղոթքները ընդհանրապես ինչ չեն։ Ուրեմն հավատալ նշանակում է ներողամտության հոգի։ Մենք չենք կարող ասել հավատում ենք, բայց անպատասխանատու մարդիկ լինենք, անգործ, անպատասխանատու, անվան մարդիկ լինենք։ Հավատքը տկենքի վիճակ է, ասում է եկա կրակ գցելու այս աշխարհում։ Եվ ինչ ենք ամենում, որպես այդ կրակը բորբոքված լինել, այդ հավատքը կրակի վիճակ է։ Այդ սերը աստվածային, այդ կրակը աստվածային սիրո կրակն է։ Եվ այդ կրակը ամենում է Քրիստոս, որ բորբոքված լինի մարդկային սրտերում։ Որը չկա այդ սիրո կրակը։ Այդ հավատքը մի սառը, անկենդան, գաղջ, ինչպես հայտնության գրում է ասում։ Ասում է դու ոչ սառն ես և ոչ տակ, բայց դու սառը պիտի լինիր կամ տակ, դու գաղջ ես։ Այդ գաղջությունը ամենասարսափելի վիճակն է քրիստոնեական կյանքում։ Այդ ոչ սառը, ոչ թե ոչ մի հստակություն չկա։ Շատերը մտածում են, որ սիրո հակառակ վիճակը ատելություն է։ Բայց շատ մտածողներ կան, որ հետաքրքիր բան են ասում, որ սիրո հակադիր վիճակը անտարբերություն է։ Եվ այդտեղ ճշմարտություն կա սիրելի մտածողներ։ Քրիստոնյա մարդը չի կարող անտարբեր լինել իր հայրենիքի նկատմամբ, այս անարդարությունների նկատմամբ չի կարող անտարբեր լինել։ Մենք ո՞նց անտարբեր լինենք։ Երբ այդ եղբայրները անդում, ո՞նց անտարբեր լինենք։ Քրիստոնյա մարդը չի կարող սրա կողքով անցնել, մի եսակենտրոն կյանք ապրել։ Իսկ ինչի է անտարբերությունը հակադիր վիճակ սիրո, որովհետև անտարբերությունը սիրո բացակայություն։ Երբ մարդը սեր ունի, մարդը իր մեջ կյանք ունի, մարդը գործ է, մարդը պայքարում ունի, ինչ որ բան է վարում նրա մեջ, մարդը ձգտում ունի, մարդը Աստծով է ապրում, սերը հանում ես մարդու միջից։ Այդ ամեն ինչ այդ սիրո բացակայության վիճակը հենց այդ անտարբերության վիճակը, մեռած վիճակը մարդու մեջ։ Ատելությունը պետք չի ներկայացնել որպես սիրո հակադիր վիճակ, հնարավոր չի սիրո հակադիր վիճակ, կա սեր և կա սիրո բացակայություն։ Թե չէ մենք շատ մեծ բանի ենք տալիս ատելության, ասելով որ ատելությունը սիրո հակադիր վիճակ է։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, մենք տեսնում ենք այս հավատքից, ինչ կտուրներ դուրս գալիս, ինչ է տալիս հավատքից։ Եվ իրավի հավատքը, այս ճիշտ հավատքի ընկալումը, ամենակարևոր բանն է մարդկային կյանքում, ազգերի կյանքում։ Ազգը ոչ այլ ինչ է, եթե ոչ հավատական հավատք։ Այդ նույն հավատքը ուսում եք, այդ նույն հավատքը մենք պետք է գտնենք ազգով։ Ինչ է նշանակում այդ նույն հավատքը հայ ազգին, ինչպես է ինքը սկսել այդ առաքելական քարոզչության, ինչպես ենք մենք գնում հասնում մինչև Քրիստոս այդ ձեռնարկության շնորհներով, եւ ինչպես ենք դա ապրում այսօր, քրիստոնյա եք այսօր,
մեկ այսօր գա Հայաստան այցելի մեզ, կասի, որ սա քրիստոնյա ժողովուրդ է, թե ոչ։ Երևում է, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք։ Եվ ինչ ապագա ենք մենք ուզում ունենալ։ Եվ եթե ուզում ենք մենք ապագա ունենալ, եթե վերլուծում ենք Պողոս առաքյալի խոսքերը, անհնար է առանց այդ նույն հավատքի ապագա, որտեղ մենք ոչ մի միավորող բան չունենք։ Միակ բանը, որ մեզ միավորում է, այդ նույն ճշմարիտ առաքելական ուղղափառ սուրբ հավատքը։ Աստված թող զորացնի ինձ։ Աստված թող արթնացնի մեր բոլորիս հոգիները։ Դա իսկապես ինքներս մեզ քննելու, ինքներս մեզ վերլուծելու շնորհ է, որ բացվեն մեր հոգու աչքերը, որպեսզի կարողանանք ինքներս մեզ տեսնել։ Եվ ինչպես Սուրբ Կեսարացին է ասում, եթե մենք ճշմարտապես տեսնենք մեզ, մենք կտեսնենք մեր մեջ Աստծուն։ Թող Աստծո սուրբ շնորհները, Հայր Աստծո սերը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը ամենքի հետ լինի։ Ավետյանս